Ձեզ 4 տարի է մարդ են ման գալիս, 4 չէ, երևի 7 տարի է մարդ են ման գալիս, մեկ մի քիչ ակտիվ, մեկ մի քիչ պասիվ, այդ մարդ են ման գալիս ու տենց կշարունակեն ման գալիս թվում, հա, ու տենց էլ չեն գտնի։ Իսկ ինչու հիմա ակտիվացավ այս իմպիչմենտի թեման։ Գարուն ամառ բանա հավաքածուի քաղաքական ցուցադրության ժամանակահատվածն է եկել, հիշում եք, որ ազգային ժողովի նորեր ընտրվի, ասում են դե 6 ամիս հետո ծրվելու է, հետո ասում էին, որ վարչապետը հրաժարական է տալու, ու նույնիսկ բացատրում էին, ասում էին, որովհետև ԿՊ-ի թիմը հաճախ է հանդիպում, հետո այդ նույն մարդիկ բացատրում ասում էին, դե իրան պետք է, որպեսզի ինքը այդ Ադրբեջանի հետ գործի, մի խոսքով էս հերթական բաների մեջ է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ իշխանությունը այնքան բաց է ու այնքան հաճախ է ամեն ինչ բացատրում եւ խոսում, որ կարծում եմ այդ շահարկումները, այդ բաները մեկ օրվա կյանք ունեցող գործընթացը։ Ինչի մասին։ Չէ, ինչ ոչ կարա հիմք լինի, ինչ հիմք է պետք է լինի։ Քաղաքականությունը, որ վարում եք, այն իրավիճակը, որ կա Հայաստանի սահմաններին անվտանգային բավարար չի։ Դե տեսեք, գիտեք ինչ այդ ինչ որ մեկից հանկության կարծիքի վրա հիմնված բան չի կարող լինել, հա։ Տեղի ունեցել 2021 թվականին ընտրություններ, որոնք որևիցե մեկի մոտ կասկած չեն առաջացրել, Հայաստանի Հանրապետությունը ունի օրինական ընտրված իշխանություն, այսօրվա հարցումները նույնիսկ ցույց են տալիս, որ իշխող խմբակցությունը առաջինն է հարցումներով եւ ամենամեծ սատարումն ունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մոտ եւ չգիտեմ էլ ինչ պետք է լինի, այսինքն բոլոր տեսակի հարցումներ, օրինակ ԱՌԱ-ի հարցումը վերջին, որ ես տեսել եմ, ես չեմ հիշում կոնկրետ թիվը, թե ինչքան է դարձել, բայց ամենայն դեպս առաջի տեղով քաղաքացիական պայմանագիրն է եւ ես նաեւ կարող եմ ասել, որ վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փաթ լինեն, էլի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետություն։ Հաջան։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նույնիսկ ավելի շատ տոկոսով լինել։